Տիկին Սարգսյան, հաջող և եթերակությունը կարգավորելու նպատակով օրինակ ճանապարհային ծառայության աշխատակիցը հնարավորություն ցույց է տալիս անցնել կարմիր լույսի ներքո և ուղղակի է ստանում այդ պայմաններում գնում է բողոքելու, ասում է որ դիմում ներկայացնի, բայց հաճախ վարորդները քարտուշուկի կամ ժամանակ ունենալու պատճառով չեն գնում այդ ճանապարհով, ոստիկանությունը ինչ-որ քայլ ձեռնարկում է այս խնդիրը լուծելու համար և նաև օրորի կիբերհանձնագործությունների թիվն է ավելանում հատկապես շփահացների շրջանում խաղերի տեսքով կամ սոցիալական հարթակների միջոցով այս մասով աճի պայմաններում կա բավարար տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներ խարդախությունները կանխատեսելու համար։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Առաջինի դեպքում ես ուղիղ առանց որևէ այլևանությունների կպատասխանեմ, որ ոչ։ Չենք նախատեսում ոչ մի բան առաջին հարցի մասով, որովհետև յուրաքանչյուրը ինքն է իր իրավունքների պաշտպանության մասով միջոցներ ձեռնարկում եւ եթե քաղաքացին չի ուզում դիմում ներկայացնել, որ իր իրավունքները պաշտպանվեն, այդտեղ պետական մարմինը չի կարող քաղաքացու փոխարեն ստանձնել իր իրավունքների պաշտպանության գործիքակազմի կիրառումը։ Եվ հետեւաբար ստանդարտ է համաշխարհային մակարդակում, որ եթե դու կոնկրետ վարչական ակտի մասով չունես համացանություն, դու պիտի առնվազն դիմես, որպեսզի վարչական մարմինը դիտարկի, քննարկի քո անհամաձայնությունը։ Այս մասով ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները, եթե ուզում են իրավունքների պաշտպանությունն ավելի լավ իրացնել, պիտի շարունակեն դիմում ուղղակի ներկայացնել, ընդ որում բազմաթիվ են նաև են քաղաքացիները, որոնք նույնիսկ փաստաբան են վարձում, փաստաբանով են դիմումներ ներկայացնում, այսինքն ամեն անձ ինքն է որոշում իր պաշտպանության եղանակը եւ չդիմելը եւս պաշտպանության եղանակ է, այսինքն անձը ուղղակի հրաժարվում է իր իրավունքի պաշտպանության մեխանիզմն օգտագործելուց։ Ինչ վերաբերում է կիբերհանցագործություններին, ես էլ նշեցի, որ կիբերհանցագործությունների մասով որոշակի աճ ունեն գրանցված եւ նաեւ իրազեկման process-ների մասով որոշակի քայլեր են ձեռնարկել, ընթացիկ տարվա կտրվածքով նաեւ կիբերմարտահրավեր հաղորդաշարն ենք պատրաստել, կիբերոստիկանություն տելեգրամյան ալիքն են գործարկել, որտեղ որ մեր քաղաքացիները ուղիղ երկխոսություն ունեն կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության մեր ոստիկանների հետ եւ կարողանում են տարբեր խորհուրդներ տալ ցանկացած արդի, այսպես ասեմ, ռիսկի մասով եւ եթե լինում են այնպիսի քաղաքացիներ, որոնք հետամուտ են լինում եւ լսում են հորդորները, ապա չեն բախվում որևէ խնդրի, բայց ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ նորից շարունակվում է process-ը, պիտի շարունակենք անընդհատ իրազեկման process-ներ իրականացնել, որպեսզի մեր հանրային իրավագիտակցությունը այս թեմայով ավելի լավանա եւ մենք ուղղակի 5000 դրամի դիմաց պայմանական մեր բանկային տվյալները չվաճառենք որևէ անձի, չհասկանալով թե ինչ կարող է տեղի ունենալ դրա արդյունքում։ Այս տարի կիբերլաբորատորիայի ձեռքբերում ենք ի վերջո ունենալու, արդեն իսկ ցանկերը հստակեցված են, գնման process-ի մեջ ենք մտել եւ այս առումով կիբերհանցավորության դեմ պայքարում ոստիկանության դիրքերը վստահաբար ավելի կհզորացնենք, ուժեղացնենք այս տարի։